Ես ներկայացրել էի առաջարկություն այդ հայտարարության մասով, որոնց մեծամասնությունը չընդունվեց, բայց էական է երկուսի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։ ԵԽ-ից ուղիղ միացմամբ ասած ԱԺ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացնելով, որ տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի եւ Եվրախորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը ու ընդունվել է հայտարարություն։ Նա նշեց, որ իր երկու առանցքային առաջարկների վերաբերյալ ԱԺ խորհրդարանականների ՔՊԱ-կան պատգամավորները մտահոգիչ դիրքորոշմամբ են հանդես եկել։ Մամիջանյանը նշեց, որ իր առաջարկություններից մեկով հորդորում էր Ադրբեջանին կոչ անել զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող հայտարարություններ անելուց, սահմանադրության փոփոխության եւ այլ հարցերով ու տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցության անդամներն այս առաջարկությանը քվեարկել են ձեռնպահ։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը նշեց, թե երկրորդ-երրորդ անգամ ՔՊ խմբակցության պատգամավորները ԵԽ-ում դեմ են քվեարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկին։ Այն է հայտարարության մեջ ներառել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում Հայոց ցեղասպանության հարցի պահպանումը։ Լոռու մարզում բացահայտվել է հանցավոր խումբ։ Քրեական ոստիկանության տվյալներով Վանաձորում երկու եղբայր ստեղծել էին հանցավոր կազմակերպություն, ներգրավելով համակարգացիների ու իրականացնելով ավազակություններ ու բնակարանային գողություններ։ Նրանք եւս 5 անց ձերբակալվել են հերթական գողությունից հետո մեքենաներում հայտնաբերվել է գողոնը։ Բացահայտվել է նաեւ, որ արտերկրում գտնվող անձի պատվերով փորձել են լուծել պարտքի հարց քրեական ենթամշակույթի կանոններով։ Եղբայրները կալանավորված են, նախաքննությունը շարունակվում է։ Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ ցավոք գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա, կլինիկական մահից եւ վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ, գրել է նա։ Ընդունելության ցուցանիշներն ակնհայտ ցույց են տալիս, որ ռուսերենով հետաքրքրվածությունը նվազում է ու ընդհանուր առմամբ նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններում դիմելիության շատ լուրջ խնդիրներ ունենք։ ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նրա, իրականում մասնագետների պակասի հարցը շուտով նաեւ զգալի կարող է դառնալ ռուսերենի ուսուցիչների շրջանում։ Սա իրողություն է, որը նախ եւ առաջ պետք է տեսնել, եւ երկրորդը ծրագրեր կան, բայց հետաքրքրության նվազումը ակնհայտ է, նշեց Անդրեասյանը։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեին։